Սիրելի ժողովուրդ, բարև ձեզ։ Այսօր սկսվում է պաշտոնակպես քարոզարշավը եւ ես որոշեցի դիմել լայվերին այն դեպքերի համար, երբ որ պետք է շատ արագ արձագանքել որևէ նշանակալից իրադարձությանը։ Գիտեք, որ երեք մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը, այսօր քարոզարշավի առաջին պաշտոնական օրն է եւ Facebook-ը դες թերթելով տեսա, որ այսօրվա իր առաջին օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է այցելելով Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանին։ Կարող եք ասել, որ այստեղ ոչ մի այդպես վատ բան չկա, նորմալ է, վարչապետը զեկուցում է նախագահին պաշտոնական քարոզարշավի ընթացքի մասին, բայց խնդիրը մեկ այլ բանի մեջ էր։ Ուրեմն ես նայեցի ուշադիր այդ 8 րոպեն, մոտավորապես 8-9 րոպե է, եւ պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահը, զբաղված էր շողոքորթելով Նիկոլ Փաշինյանին։ Ուղղակի, ինչ ասեմ, քծնելով, գոված իր հաջողությունները, խոսեց նրա մասին, որ ինչ տեմպերով տնտեսությունը առաջ է գնում, ինչքան ներառական է դարել եւ այլն եւ այլն։ Հիմա ամենակարևոր բանը, որ ասեց, ասում է, ոչ ոք օրենքից դուրս չի լինելու, բայց պետք է գործի սահմանադրությունը։ Խնդիրը այն է, որ ինքը նաև լեզվի սայթակում ցույց տվեց, ասեց, մեր ծրագրերը, ես հիմա բառացիորեն ցիտում, մեր ծրագրերը, որոնք նաև կառավարությունն է ներկայացնում։ Այսինքն ինքը ամբողջությամբ իրեն նույնականացրեց Նիկոլ Փաշինյանի հետ ու նրա թիմի հետ։ Ես ուզում եմ Վահագն Խաչատրյանի համար հատուկ ընթերցել Հայաստանի սահմանադրության 123-րդ հոդվածը։ Դա հոդվածն է Հայաստանի Հանրապետության նախագահի մասին։ Այդ հոդվածի մեջ ասված է հետևյալը. Առաջինը, Հանրապետության նախագահը պետության գլուխն է, երկրորդը, Հանրապետության նախագահը հետևում է սահմանադրության պահպանմանը, եւ երրորդը, Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով։ Ես ինչ եմ ուզում ասել եւ կարդում եմ հատուկ Վահագն Խաչատրյանի համար, որովհետեւ այս հանդիպումով եւ այս առաջի հենց սկսված այս քարոզչական օրով տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտում։ Հայաստանի նախագահը անձամբ դարձավ Նիկոլ Փաշինյանի շտաբի անդամ ըստ էության։ Անձամբ տարավ նրա քարոզչությունը։ Դե հիմա ինչ եք ուզում, սկզբունքորեն էսա այսօրվա նիկոլական Հայաստանը եւ սա միայն, ասենք, նախագահի հարցը չի, այսօր բոլոր պետական մարմինները զբաղված են նրանով, որ խախտելով սահմանադրությունը ապահովում են Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությունը։ Ի վերջո մենք տեսանք ոնց էր, ասենք, դատախազությունը, դատարանները Նիկոլ Փաշինյանի հրամանով միջամտում բանի հայ առաքելական եկեղեցու գործերին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանում տիրում է մի մթնոլորտ, երբ որ պետությունը, ավելի ճիշտ իշխանական թիմը իրան օրենքից վեր է դրել։ Շատ լավ, հուսով եմ, որ Վահագն Խաչատրյանը այնուամենայնիվ կհասկանա իր սահմանադրական լիազորությունները, չնայած իհարկե շատ քիչ հույս կա, որովհետև երևում է, որ այդ մարդը լրիվ արդեն իրան հանձնել է Նիկոլ Փաշինյանի այդ
իշխանությանը եւ քմահաճույքին, բայց ամենակարևորն է, որ մենք այնուամենայնիվ այս քարոզչական արշավի ժամանակ մեր ժողովրդին կներկայացնենք մեր ծրագիրը, մեր մոտեցումները եւ դրանցից ամենակարևորներից մեկը այն է, որ մենք խոստանում ենք ոչնչացնել